Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը անկախ աշխատավարձից նույնն է բոլորի համար, սակայն վճարման կարգն ու պետության կողմից փոխհատուցման բաժինը կախված է աշխատավարձի չափից։ Եթե ձեր աշխատավարձը ներառյալ հարկերը կազմում է 201-ից 500 հազար դրամ, ապա առողջության ապահովագրության ամսական 10.800 դրամը կփոխանցվի հետևյալ կերպ. Զինապահ հիմնադրամին հատկացվող 5500 դրամի փոխարեն կհատկացվի 1000 դրամ, 4500-ը կուղղվի ապահովագրության հիմնադրամին, իսկ 6000-ը կփոխանցվի պետական բյուջեից։ Փաստացի այս խմբի քաղաքացու աշխատավարձից կպահվի ամսական 300 դրամ։ Եթե 200.001 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին սոցփաթեթի շահառու է, այդ դեպքում եւս Զինապահ հիմնադրամին հատկացվող 5500-ից 4500 դրամը կհատկացվի ապահովագրավճարին, իսկ 6000-ը շահառուն կարող է վճարել իր սոցփաթեթի գումարից։ 500.001-ից մինչև 1 միլիոն դրամ ստացող քաղաքացիների կողմից Զինապահ հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500-ն ուղղվելու է ապահովագրության հիմնադրամին։ Մնացած 3300-ը պահվելու է աշխատավարձից։ Բայց 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ։ 1 միլիոն դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կշարունակեն Զինապահ հիմնադրամին հատկացնել 15000 դրամ։ Ամսական 10.800 դրամ ապահովագրավճարը նրանք ամբողջովին վճարելու են, բայց հաջորդ տարի կարող են սոցկրեդիտի վերադարձով յուրաքանչյուր վճարված ամսվա համար 4000 դրամ հետ ստանալ։ Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, որոնց տարեկան շրջանառությունը 2.400.001 եւ ավելի դրամ է, մինչեւ ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն հաշվետվություն եւ ապահովագրության տարեկան վճարը։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։